Երեխաները դրան արանքից տեսել էին դիմակավորված մարդկանց եւ վախեցած ասացին, թե մամա մասկաներով են։ Արդեն վստահ էի, որ գողեր են։ Երեխաներին ասացի, որ գողեր են, պապային ձայն տվեցի։ Այդ ժամանակ նոր դրան մյուս կողմից ասացին, որ գողեր չեն, այլ ԱԱԾ-ն է։ Հետագա մանրամասներին արդեն ծանոթ եք։ Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ երեխաներին ասացինք ինչն ինչոց է եւ թե որտեղ է պապան ու թե ինչու։ Ասեմ ձեզ, որ ի հպարտություն Նարեկի եւ ինձ, մեր երեխաները լավ գիտակցում են, թե ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանական Հայաստանը եւ հպարտությամբ ընդունեցին այս փաստը։ Ճիշտ է, երեխաներին բնորոշ հարցեր շարունակում են տալ, թե պապան երբ է գալու տուն, կարոտել ենք, ինչու չեն կարող տեսնել պապային եւ այսպես շարունակ։ Ես նույն պատասխանն եմ տալիս, ասում եմ, որ դատավորը պիտի թույլ տա պապային տուն գալ։ Եթե թույլ տվեց, կգա տուն, եթե ոչ, պապան կշարունակի մնալ պատանդը Նիկոլի իշխանությանը։ Մեր երեխաները գիտեն Նիկոլն ով է ու ինչ է արել մեր երկրի հետ, ինչպես է Արցախը տվել թուրքերին ու անտուն թողել իրենց պես փոքրիկ բազմահազար երեխաների, ոմանց էլ զրկել է իրենց պապաների։